Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես Վահե Տերմինասյան եմ ու զրուցելու ենք բնականաբար առողջության մասին։ Մեր այսօրվա թեման նվիրված է խռմփոցին եւ քնած ժամանակ շնչառական կանգերին։ Ինչ են իրենցից սրանք ներկայացնում։ Արդյոք խռմփոցը վտանգավոր է ձեր առողջության համար։ Խոսենք տեսանյութը դիտելուց հետո արդեն մեր մասնագետի հետ։ Գնացքն արձակում է 105 դեցիբել ուժգնության ձայն, ինքնաթիռի շարժիչը 108։ Այս երկուսից առաջ է անցնում 60-ամյա բրիտանուհի Ջենի Չեփմենը, որի խռմփոցի ձայնը 111.6 դեցիբել է։ Տարիներ շարունակ Ջենին եւ իր ամուսինը տանջվում էին խռմփոցի պատճառով, մինչև մի օր կինը դիմեց բրիտանական կլինիկաներից մեկը բուժման նպատակով։ Հենց այնտեղ էլ հատուկ սարքի միջոցով չափեցին կնոջ խռմփոցի ուժգնությունը։ Այդ օրից սկսվեց Ջենիի աստեղային ժամը։ Այսօր նա գրեթե հաղթահարել է խռմփոցն ու դարձել մի շարք հակախռմփոցային սարքերի ու նորարար մեթոդների գովազդային դեմքը։ Նեղ շնչուղիներ, բերանի եւ հարքթային ծոցերի առանձնահատուկ անատոմիա, ալերգիաներ, սրանք կարող են պատճառ դառնալ խռմփոցի առաջացման։ Խռմփոցի պատճառ են դառնում նաև մեր վատ սովորությունները, ծխելը, ալկոհոլի օգտագործումն ու ճարպակալումը։ Շատ հաճախ միայն 10%-ով քաշի նվազումը կարող է օգնել մարդուն ազատվել խռմփոցից։ Իդեպ տղամարդիկ 7-ից 8 անգամ ավելի հաճախ են խռմփացնում, քանի որ ծխելն ու ալկոհոլի օգտագործումն ավելի բարձր տոկոս է կազմում հենց տղամարդկանց շրջանում։ Օրինակ, քնելուց առաջ ալկոհոլ խմելը թուլացնում է քթմպանի մկանները, այդպիսով առաջացնում խռմփոց։ Ամերիկյան առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ձգողականության ուժի բացակայության պատճառով տիեզերագնացները չեն խռմփացնում քնած ժամանակ։ Ամերիկացի տիեզերագնացների բժիշկները նկատել են, որ իրենց խռմփացնող գործընկերները երկնքում հանգիստ են շնչում։ Պատճառն այն է, որ ձգողականության ուժը կարող է ազդել մարդու շնչուղիների վրա եւ բերել խռմփոցի։ Բարեբախտաբար, այսօր խռմփացնողներին բուժելու միակ տարբերակը նրանց տիեզերք ուղարկելը չէ։ Խռմփոցն էլ ոչ միայն սոցիալական, այլև լուրջ առողջական խնդիր է, որը պետք է գնահատել, բուժել եւ ազատվել դրանից։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, դիմավորենք մեր հյուրին, Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքի ղեկավար Գեգամ Խանդանյան, դիմավորենք։ Ողջույն բժիշկ Խանդանյան։ Բարև ձեզ։ Ես ու մեր խռմփացնող պացիենտը այսօր եկել ենք ձեզ մոտ կոնսուլտացիայի։ Ինչ է իրենց ներկայացնում խռմփոցը, բողոքում է, ասում է տնեցիները չեն քնում, բոլորին խանգարում է, ամբողջ գիշեր ու մի հատ էլ կարևոր բան, առավոտյան արթնանում է ահավոր հոգնած, չհանգստացած, աշխատունակությունը կորել է, ինչի։ Այո, խռմփոցը հանդիսանում է ակուստիկ ֆենոմեն, որն առաջանում է սովորաբար քնած ժամանակ արտաշնչման ընթացքում փափուկ քիմքի տատանումների հետևանքով։ Հետևի մասում գտնվում է փափուկ քիմքը, լեզվակը, այսպես ասած, եւ արտաշնչման ժամանակ լեզվակի տատանման հետևանքով առաջ է գալիս խռմփոց։ Իսկ ինչից է կախված բարձրությունը։ Դուք ասացիք, որ լեզվակն է տատանվում, այսինքն ինչ որ մեկի մոտ կարող է քիչ տատանվի, շատ տատանվի, այսինքն ինչու է ձայնը։ Դա կախված է մկանների թուլության աստիճանից։ Մինչև 60 տարեկանը տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի շատ է հանդիպում, իսկ 60 տարեկանից հետո կանանց եւ տղամարդկանց մոտ տոկոսային հարաբերությունը գրեթե հավասարվում է։ Խռմփոցը շատ անգամ պայմանավորված է նաեւ դիրքով, հատկապես շատ խռմփոց լինում է մեջքային դիրքով քննելու ժամանակ եւ կողքի թեքվելուց խռմփոցը անցնում է, որովհետեւ այդ դեպքում փափուկ քիմքի մկանների տատանումը թուլանում է։ Իհարկե միայն փափուկ քիմքի մկանների տատանումով չի պայմանավորված է նաև ըմպանի կողմնային պատի մկանների տատանումով եւ խռմփոցի առաջացմանը զգալիորեն նպաստում է նաև ավելցուկային քաշը։ Փաստորեն, ինչ լուրջ խնդիր կարող է առաջացնել խռմփոցը օրգանիզմի համար։ Կողքինները հասկացան, կողքինները լավ չեն քնում, կողքինները տանջվում են,
Իսկ եթե ես խրմփացնում եմ, ինչով է դա վտանգավոր ինձ համար։ Որովհետև խրմփոցից մինչև քնի ընթացքում առաջացող շնչառական կանգերը ընդամենը 1 քայլ է։ Խրմփացնողների 90%-ը ի վերջո ունենում են քնի ընթացքում առաջացող շնչառական կանգեր։ Եթե խրմփոցը հանդիսանում է սոցիալական խնդիր, ապա շնչառական կանգերը արդեն հանդիսանում են լուրջ առողջապահական խնդիր, եւ դա գտնվում է միջազգային առողջապահական համակարգի հսկողության տակ եւ դրանով զբաղվում են բավականին շատ գիտնականներ եւ ինստիտուտներ այդ հարցի ճիշտ լուծում տալու համար։ Ինչքան կարող է մարդը քնած ժամանակ, տեսեք, մենք ոչ չենք մտածում, ես անդադ չեմ մտածում, որ շնչեմ։ Ոչ, դա ավտոմատ կերպով կարգավորված է մեր օրգանիզմում, բայց քնած ժամանակ փաստորեն մենք այն շունչները սպահում ենք։ Եվ ինչքան կարող է դա մեխանիզմը բացատրեմ, որովհետև ընդհանրապես քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերը կոչվում է քնի օբստրուկտիվ ապնոյի համախտանիշ։ Դա բավականին լուրջ խնդիր է եւ դա պայմանավորված է քնի ընթացքում առաջացող մկանային հյուսվածքների միմյանց ցպվելով։ Ինչով է պայմանավորված դա։ Ընդհանրապես քունը կազմված է 2 փուլից՝ մակերեսային եւ խորը փուլ։ Խորը եւ մակերեսային փուլերը անդադ քնի ընթացքում հաջորդում են միմյանց։ Քնի խորը փուլերի ժամանակ ամբողջ մկանային համակարգը թուլացած է, մարդ հանգիստ քնում է եւ այդ քնի խորը փուլերի ընթացքում օրգանիզմում արտադրվում են կարևոր հորմոններ, որոնք կարևոր են մեր կյանքի կենսագործունեության համար։ Օրինակ երեխաների մոտ արտադրվում է նաեւ աճի հորմոնը, մեծահասակների մոտ արտադրվում է այդ թվում նաեւ ճարպային նյութափոխանակության հորմոնը, սեռական ակտիվության հորմոն եւ մի շարք այլ հորմոններ, հա։ Եվ քնի ընթացքում, երբ որ մարդ ունի ավելցուկային քաշ, ունի պարանոցի ենթամաշկային ճարպաշարակցական բջջանքի ավելցուկ, ունի կարճ պարանոց, ունի լեզվարմատի հաստացում, բնականաբար շնչառական ուղու լուսանցքը նեղանում է արդեն։ Եվ հավասարաչափ խողովակ ունեցող տրամագծով օդը կամ հեղուկը անցնում է միևնույն արագության եւ ճնշման տակ։ Երբ որ խողովակի որևէ հատվածում լուսանցքը նեղանում է, անցնող հեղուկի արագությունը մեծանում է եւ ներխողովակային ճնշումը բարձրանում է եւ խողովակի պատերը կարող են կպնել միմյանց, եթե դրանք էլաստիկ են։ Եթե մենք շնչառական ուղին վերցնենք մի նմանատիպ խողովակ, ապա պարզ է դառնում, որ քնի ընթացքում եթե կա շնչառական ուղու որևէ հատվածում նեղացում, ապա խորը փուլի ժամանակ, երբ որ ամբողջ մկանային համակարգը թուլացած է, մկանային պատերը կպնում են միմյանց, կամ լեզվարմատն է գնում հետ կպնում, կամ փափուկ հիմքը, կամ ըմպանի կողմնային պատերը, հա, կամ այդ բոլորը միասին։ Այդ դա արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, որովհետև շնչառական կանգի հետևանքով սկսում է արդեն մյուս բարդություններն ու խնդիրները, ինչ է տեղի ունենում։ Օրգանիզմը ընկնում է խորը թթվածնային պակասի մեջ, որը բերում է սիրտանոթային խնդիրների առաջացման, սրտի ռիթմի խանգարման, զարկերակային ճնշման բարձրացման, բացի դրանից մարդ սկսում է քնել անհանգիստ եւ եթե բախտը բերում է ժամանակին շնչառական մկանները կսկվում են, շնչառական կենտրոնը ակտիվանում է, կսկողունակությունը վերականգնում է, լուսանցքը բացվում է, մարդը մի հատ խորը շնչում է եւ նորից սկսում է քնել։ Եվ արդյունքում ինչ է լինում, որ մարդ քնում է անհանգիստ, մակերեսային քնով, արդյունքում արթնանում է հոգնած, չհագեցած, ունենում է ցերեկային քնքոտություն, հոգնածություն, աշխատունակության անկում եւ ապացուցված է, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավտովթարների 10% պայմանավորված է նրանով, որ վարորդներն ունենում են շնչառական կանգեր քնի ընթացքում, ունենում են անհանգիստ քուն եւ ցերեկը մեքենա վարելիս քնում են։ Գնաց տեղից դու շատ ես խռացնում, մեզ վախացրեցին։ Բժիշկ Խանդանյան, իրականում դա վախենալու է, որովհետեւ ապացուցված է, որ սրտամկանի կաթվածների եւ գլխուղեղի կաթվածի 20-ից 40% պայմանավորված է նրանով, որ մարդիկ ունենում են շնչառական կանգեր քնի ընթացքում։ Եվ այդ մարդկանց խիստ արգելվում է օգտագործել քնաբերներ, որովհետեւ պատկերացրեք, որ մկանների կսկողունակությունը չվերականգնվի եւ շնչառությունը չվերականգնվի, առաջանում է հանկարծամահություն։ Հետո զարմանում են, թե ինչի առաջացավ դա։ Տարիներ առաջ Հայկական բժշկական ասոցիացիան անցկացրեց հեռախոսային հետազոտություն
եւ պարզվեց, որ Հայաստանում մոտ 40-45%-ը, 40%-ը միջին ուներ խռմփոց։ Աստիճանը չգնահատենք, բայց այս թիվը գրեթե համապատասխանում է բոլոր միջազգային ցուցանիշներին։ Երկու բառ մանկական տարիքում Այո, մանկական տարիքում դա հանդիսանում է բավականին լուրջ խնդիր եւ մանկական տարիքում իհարկե խնդիրները այլ են, դա նաեւ պայմանավորված է էլի ավելցուկային քաշով, բայց երեխաների մոտ քթային անցուղու նեղացումից բացի կարող է նպաստել նաեւ քմային նշիկների եւ քիթմպանային նշիկի, որին ժողովուրդն ասում է քթիմիս, դրանց մեծացումը եւ բերանային շնչառությունը բերում է խռմփոցի ու երբեմն նաեւ շնչառական կանգերի, բայց ուզում եմ նշել, որ ի տարբերություն մեծահասակների, եթե մեծերը լինում են հոգնած, աշխատունակությունը ընկնում է, երեխաները լինում են գերակտիվ եւ շատ անգամ ծնողները սխալմամբ այդ երեխաներին տանում են անդադ նյարդաբանների մոտ, որպեսզի նրանք համապատասխան բուժում նշանակեն, մինչդեռ բավարար է վերականգնել քթային շնչառությունը, վերականգնել քունը եւ երեխաները կկարգավորվեն եւ ակտիվ Լավ, մեծահասակներին վերադառնանք, այնուամենայնիվ եկեք փորձենք հասկանալ, արդյոք ունենք լուծում։ Խնդիրը ունենք, գնացինք հետազոտվեցինք, հաստատվեց, որ խրացնում ենք, հաստատվեց, որ լեզվակը թուլացած է։ Ստուգեցինք անգամ քնի լաբորատորիայում, պարզվեց, որ այո, ապնոեն, այսինքն այդ շնչառական կանգերն էլ ունենք, եւ ինչ։ Ընդհանրապես շնչառական կանգերը լինում են թեթև, միջին, ծանր եւ շատ ծանր աստիճանի, դա պայմանավորված է նրանով, թե 1 ժամյա քնի ընթացքում քանի անգամ է լինում շնչառական կանգեր եւ քանի վայրկյան է դա տևում։ Ընդհանրապես թեթև եւ միջին շնչառական կանգեր ունեցող մարդկանց խնդրի լուծումը բավականին հեշտ է, դա վիրահատական ճանապարհով կարգավորում ենք եւ 90% դեպքերում ունենում ենք դրական արդյունք, եթե նրանք հետեւում են մեր խորհրդին։ Այդ ծանր եւ շատ ծանր աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոյա համախտանիշ ունեցող մարդկանց խնդրի լուծումը վիրահատական ճանապարհով լուծել բավականին դժվար է, որովհետեւ վիրահատությունը լավագույն դեպքում կարող է խնդիրը շատ ծանր աստիճանից նվազեցնել մինչեւ միջին աստիճան, այդ դեպքում մենք խորհուրդ ենք տալիս նրանց օգտագործել շնչառական սարքեր, կոչվում են CPAP, դա նրանց մարքեթինգային անունն է, բայց իրականում այդ սարքերի իմաստը կայանում է նրանում, որ քնի ընթացքում փոքր ապարատ կա, որը օդ է տալիս, որոշակի ճնշման օդ է տալիս եւ մարդ շնչում է, ինչքան էլ ուզի շունչը պահել չի կարող։ Եվ այդ մարդիկ այդ սարքերի միջոցով եթե շնչում են, շնչառական կանգեր չեն ունենում, քնից արթնանում են չհոգնած, քնից հագեցած, առավոտ քնկոտություն չեն ունենում եւ աշխատունակությունը ամբողջությամբ վերականգնված է լինում, այսինքն կյանքի որակը զգալիորեն լավանում է եւ կանխարգելում ենք հետագա բարդությունները։ Իրականում այս ամեն ինչը շատ կարևոր է եւ ցանկացած մարդ, որ գիտի, որ խռմփացնում է եւ ուզում է լինել առողջ, հաստատ պետք է հետազոտվի։ Հիշեցնեմ իմ այսօրվա հյուրը Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքի ղեկավար, հրաշալի մասնագետ Գեղամ Խանդանյանն էր։ Մնացեք մեզ հետ։ Կատարենք վիրահատություն, որը կոմբինացված վիրահատություն է, վերականգնվելու է քթային շնչառությունը, քթային անցանելիությունը, կատարելու ենք փափուկ հիմքի պլաստիկ վիրահատություն եւ ստուգելու ենք քիթմպանի գոյացությունը, կատարելու ենք բիոպսիա, հետագայում գոյացության որակը գնահատելու հիստոլոգիական հետազոտություն իրականացնելու համար։ Օրական մոտ 50 խորհրդատվություն, 20-ից 30 աուդիոլոգիական հետազոտություն եւ 12-ից 15 վիրահատություն։ Էրեբունի բժշկական կենտրոնի 1992 թվականից գործող քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքում այսօր կատարվում են ոլորտի ամենաբարդ վիրահատությունները, իսկ դրանց արդյունավետությունը պայմանավորված է նորագույն մեթոդներով եւ սարքավորումներով, որոնք տարիների ընթացքում ներդրվել են բաժանմունքում։ Բաժանմունքում լայնորեն կատարվում են ականջի վիրահատություններ, այդ իսկ պատճառով ունենք գերհագեցած աուդիոլոգիական ծառայություն, որտեղ մինչև վիրահատություն իրականացնելը կամ ճիշտ գրագետ բուժում իրականացնելը կատարվում է բուժառուների լսողության ստուգում, ճիշտ ախտորոշում է խնդիրը, որից հետո նոր իրականացում է կոնսերվատիվ բուժում կամ վիրահատական բուժում։ Լոր բազմապրոֆիլ բաժանմունքում լուծվում են քիթ կոկորտ ականջաբանությանը վերաբերող բոլոր խնդիրները։
Ոչ բոլոր հիվանդանոցներում կան օնկոլոգիական ծառայություն, ոչ բոլոր բաժանմունքներում են, որ կատարվում է ականջի վիրահատություններ։ Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքը միակն է հանրապետությունում, որտեղ կատարվում են ոլորտի բոլոր վիրահատությունները։ Շատ անգամ մարզային հիվանդանոցներից ամենածանր հիվանդներն հենց ուղարկում են Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքը։ Վաղ ախտորոշումը քիթ կոկորտ ականջաբանության ոլորտում ևս կարող է ճակատագրական լինել։ Ժամանակակից ախտորոշման մեթոդներն այսօր թույլ են տալիս հայտնաբերել եւ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնցից կախված է լինելու մարդու հետագա կյանքի որակը։ Ստրոբոսկոպիկ հետազոտությունը դա ձայնային խնդիրները հայտնաբերող հետազոտություն է։ Մենք վաղ этаպում հայտնաբերում ենք ձայնալարերի փոփոխությունները, կանխարգելում ենք հետագա բարդությունները դեղորայքային բուժման միջոցով եւ հնարավորություն ենք ունենում խուսափել վիրահատություններից։ Հատկապես դա շատ կարևոր է երգիչների, ուսուցիչների, դասախոսների, այն մարդկանց համար, ում աշխատանքը կապված է ձայնի չարաշահման հետ կամ շատ խոսելու հետ եւ նրանց ժամանակին հետազոտումը հնարավորություն է տալիս կանխարգելել հիվանդությունները։ Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում առաջին անգամ հենց այս բաժանմունքում կատարվեց բացառիկ միջամտություն եւ Ստախյան փողի լայնացում։ Սա կարևոր քայլ էր ոլորտի զարգացման ճանապարհին, քանի որ Եվստախյան փողի ախտահարումները բերում էին մի շարք բարդությունների, այդ թվում լսողության խաթարման։ Այսօր նորագույն միջամտության շնորհիվ հնարավոր է ազատվել խնդրից եւ վերականգնել լսողությունը։ Հարյուրավոր չլսող երեխաներ հենց այս հարկի տակ են նորից սկսել լսել աշխարհի ձայները, շնորհիվ 2004 թվականից գործարկված կոխլեար իմպլանտացիայի ծրագրի։ Գերծանրաբեռնված է աշխատում հատկապես բաժանմունքի մանկական ծառայությունը, շարունակելով մնալ միակ կլինիկան, որտեղ կատարվում է ներխխունջային պատվաստում՝ կոխլեար իմպլանտացիա։ Կատարվում է նորածինների սկրինինգ, վաղ փուլում հայտնաբերվում է խուլ երեխաները եւ հնարավորություն է ստեղծում 8 ամսեկանում նրանք վիրահատվեն եւ վերականգնեն լսողությունը, որը հնարավորություն է տալիս նրանց ինտեգրվել հասարակությանը։ Հիմա ունենք բուժառուներ, որոնք ժամանակին վիրահատվել են եւ դարձել են երգիչներ, ծրագրավորողներ, բժիշկներ, ինժեներներ։ Գենետիկա, ամենատարբեր վիրուսային ինֆեկցիաներ, արտաքին գործոններ։ Մարդու քիթ կոկորտ ականջ համակարգը տարեց տարի ավելի խոցելի է դառնում, սակայն գիտությունը շարժվում է գրեթե նույն արագությամբ։ Մարիա։ Միայն 2024 թվականի վիճակագրությամբ Հայաստանում բնածին խլությամբ 260 երեխաներ արդեն լսում են շնորհիվ կոխլեար իմպլանտի։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, հրավիրում ենք ծնողներին։ Դպրոց ենք հրավիրում, որովհետև նրանց այսօր ուսուցանելու ենք ճիշտ վարվելակարգ, երբ երեխան հազում է։ Եվ մենք հրավիրում ենք մեր մանկաբույժին, Գայանե Հովհաննիսյանն է այսօր մեր տաղավարում։ Դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Մեր գանգը դաժան կերպով հազում է։ Ասեմ, այսօր նա անչափահաս է, երեխա է, ու չգիտեմ ինչ անել։ Բուժեմ, չբուժեմ, թողնեմ ապրի, այսպես մնա։ Ինչ կարծիք ես, քեզ բուժենք, թե թողնենք այսպես ապրես։ Եվ այսպես, երեխայի մոտ հազ։ Ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես հազը։ Հազը դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որը ուղղված է շնչական ուղիների մաքրմանը։ Մաքրմանը լորձից, մաքրմանը օտարածին մասնիկներից եւ այլ մանրեներից։ Այսինքն մենք չպետք է նեղվենք հազից։ Պետք է նեղվել հազից, եթե հազը երկարատև է, հաճախակի կրկնվում է եւ հազի պատճառը մայրը չի կարողանում կապել օրինակ տարած վիրուսի կամ վիրուսային ինֆեկցիայի հետ։ Եվ այսպես ինչ տևողության հազն է, որ արդեն պետք է մեզ անհանգստացնի։ Երեխան ուներ վիրուսային ինֆեկցիա, հազում էր, մենք արդեն գրագետ ենք, մենք արդեն գիտենք, որ հազը դա նորմալ պաշտպանական մեխանիզմ է, բայց, չգիտեմ, 3 օր հետո, 7 օր հետո, 10 օր կամ 20 օր հետո ես պետք է արդեն անհանգստանամ, որն է այդ
ժամանակահատվածը։ Երբեմն կրած վիրուսային ինֆեկցիայից հետո երեխան կարող է հազալ դեռ մինչև 3 շաբաթ եւ դա համարվի մնացորդային հազ։ Կախված թե ինչ տեսակի վիրուսը կամ ինչ բակտերիալ ինֆեկցիայից հետո է զարգացել հազը, սակայն երկարատև 3 շաբաթ եւ ավել տևողությամբ հազը անհանգստացնող եւ ծնողը պետք է դիմի արդեն մանկաբույժին։ Հասկացա։ Հազի տեսակները նույնպես տարբեր են։ Այո, հազի տեսակները տարբեր են եւ կախված է թե ախտարումը վերին շնչուղիներում են, թե ավելի ներքև տեղադրված հատվածներում են։ Որն է ավելի վտանգավոր հազի տեսակներից, երբ ծնողը ավելի անհանգստանա։ Ծնողը երևի երկու դեպքում էլ անհանգիստ է, քանի որ չոր հազը, որը ավելի հաճախ լսվում են վերին շնչուղիների ախտահարման դեպքում, սպաստիկը իր բնույթով անընդհատ կարող է լինել, ավելի հաճախանալ պարկած դիրքում, իսկ ստորին հատվածի, ստորին շնչուղիների հազի դեպքում ինքը ավելի թաց բնույթի է, պրոդուկտիվ է, ավելի հանգիստ է։ Եվ կարծում եմ, որ չոր հազը ավելի ծնողին անհանգստացնող է իր բնույթով։ Չոր հազ, երեխան գիտենք, հասկանում ենք, որ նորմալ է, որ երեխան հիվանդացել է, հազում է, պաշտպանական մեխանիզմ է, բայց երեխան փոքր երեխա է, 2-3 տարեկան, երեխային պարկեցրել ենք քնելու եւ երեխան անզուսպ անընդհատ հազում է, չի կարողանում քնել, լաց է լինում, ասում է կոկորդս է ցավում, ամեն այդ հազալուց ավելի է սաստկանում ցավը, ասենք, գիտես Բալիկ ջան, սա պաշտպանական մեխանիզմ է մի կերպ դիմացի, թե մենք ունենք ինչ-որ միջոցներ, որ խորհուրդ ենք տալիս։ Տնային պայմաններում ծնողները կարող են մի քանի միջոցներ կիրառել, որով կարող են թեթևացնել երեխայի հազը։ Օրինակ։ Դա տաք սենյակային ջերմաստիճանից մի փոքր տաք հեղուկներն են, դա երեխայի քթի լվացումներն են, քանի որ սպաստիկ բնույթի հազերը երբեմն պրովոկացիայի են ենթարկում, երբ քթի արտադրությունը հետին պատով սկսում է հոսել եւ գրգռել կոկորդի ռեցեպտորները։ Լորձաթաղանթը, որի պատճառով էլ սպաստիկ հազն է լինում։ Շատ հաճախ ծնողները տալիս են դեքսամետազոն, ինքնուրույն, որը այդքան էլ ցանկալի չի, որը նույնիսկ չի թույլատրվում առանց բժշկի նշանակման, կարող են կատարել տարբեր տեսակի ինհալացիաներ տնային պայմաններում, նույն դեքսամետազոն ավելացնելով ինգալյատորի մեջ, որը նորից թույլատրելի չի, այսինքն տնային պայմաններում ծնողները մի քանի գործողություններ ունեն անելու։ Դա տաք հեղուկն է երեխայի քթի սանացյանը մինչև դիմել մանկաբույժին։ Առավոտյան արդեն դիմել մանկաբույժի։ Այսինքն կարելի է գոլից մի քիչ, գոլ կամ գոլից մի քիչ սենյակայինից մի փոքր տաք ջերմաստիճանի հեղուկներ։ Նույնիսկ թույլատրում է հանգստացնի։ Բավականին հանգստացնում, եթե զուգակցում են քթի սանացիայով, քթի լվացումով։ Լինում է, որ նույնիսկ երկրորդ, երրորդ օրվա հազը շատ անհանգստացնող կարող է լինել։ Մենք նշեցինք ինտերվալ 3 շաբաթ, այն ժամանակահատվածը, երբ որ երեխան կարող է դեռ հազալ, եւ դա կարող է լինել հետինֆեկցիոն հազ, բայց երբեմն կան հազեր, որոնք որ անհանգստացնող են նույնիսկ երկրորդ, երրորդ օրից սկսած։ Որ տեսակն է, ինչպիսին կարող եք նույն նկարագրել։ նշող խեղդող բնույթի հազը, երբ որ օրինակ ծնողը կատարեց իրեն հասանելի բոլոր պրոցեդուրաները, վերոնշյալ եւ երեխայի մոտ հանգստություն չեղավ։ Այդ դեպքում արդեն միանշանակ, եթե զգում եք, որ երեխան անհանգիստ է, երեխայի մոտ խնդիրը խորանում է, բնականաբար դիմում ենք մանկաբույժին։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք այսօր խոսում էինք հազի մասին։ Հազի պարագայում անհանգստանալ առանձնապես պետք չէ, դա մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, միայն եթե դա չափի սահմաններում է գտնվում։ Եղիր առողջ։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, սնվենք հաճույքով ու մնանք առողջ խորագիրն է մեր այսօրվա եթերում։ Եթե մեր հյուրերը մեծամասամբ ճնշող մեծամասնությամբ լինում են բժիշկներ, ապա այսօր իմ հյուրը դիզայներ Դիանա Շատվերյանն է։ Ողջույն։ Ողջույն, Վահե ջան։ Եվ այսպես մենք այսօր խոսում ենք առողջ սննդի մասին, փորձելու ենք առողջ եւ համեղ սնունդ պատրաստել։ Խնդրում եմ, ասեք, ինչ ենք օգտագործելու։ Վայ ջան, մենք օգտագործելու ենք գազար, կատնաշոր, հետաքրքիր համադրություն է իդեպ, վարունգ, թունա, եւ այդ ամենը խառնելու ենք իրար, հիմնական բաղադրիչները դրանք են, բայց կարող եք ավելացնել նաեւ կանեչի, դա ըստ ցանկության։ Միևնույն ժամանակ նույն աղցանը պատրաստում են նաեւ ձվի սպիտակուցով, այսինքն եթե նախընտրում ես այդ տեսակի սպիտակուց, կարող ես դա ներառել, ես նախընտրում եմ այս տարբերակը։ Լավ, իդեպ հաճախ կարելի է Դիանային տեսնել խոհանոցում Սիրում եք այդ գործը։ Անկեղծ ասեմ, սիրում եմ շատ։ Պատրաստում եմ մանրակրկիտ, սիրում եմ հետաքրքիր բաներ խոհանոցում պատրաստել։ Իսկ հետևում եք օգտակարությանը։ Ես շատ եմ սիրում միս, ես շատ եմ սիրում բուրգեր։ Վաու։ Ես չեմ կարող հրաժարվեմ դրանից։ Մսի մասին միսը դա իմ սիրած թեմաներից մեկն է, որովհետև հիմա շատ մոդայիկ է, չէ՞։ Հրաժարվել մսից։ Օրինակ ձեր կարծիքով ճիշտ է դա թե սխալ։ Ինձ համար սխալ, ես չեմ կարող օբյեկտիվ լինեմ, ես շատ սուբյեկտիվ եմ մոտենում այդ հարցին, առանց մսի ես չեմ կարող ապրել։ Նայեք,
այն սպիտակուցները, որ մենք ստանում ենք կենթանական մսի մեջ, որևէ այլ սննդատեսակի միջոցով մենք ստանալ չենք կարող։ Կարմիր միսը մի քիչ ավելի դժվար է, կարմիր միսը չարաշահել պետք չի, եւ շատ ավելի ճիշտ է օրինակ օգտագործել նույն հավի միսը, ձկան միսը, ուղղակի այստեղ մի քիչ այլ խնդիրներ են գալիս, որ այդ հավը ինչ է կերել, այդ ձուկը ինչ է կերել, ցավոք սրտի միշտ չի որ այդ հորմոնալ հակաբիոտիկներով մեծացրած կենդանիները մեզ համար օգտակար սննդատեսակ են հանդիսանում, բայց այնուամենայնիվ իդեպ գիտեք որ ամենալավ մսատեսակներից մեկը դա հնդկահավի միսն է։ Գիտեմ։ Եվ որովհետև իր մեջ պարունակում է սերոտոնին կոչվող հորմոնը, այսինքն երջանկության հորմոնը։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես արևմտյան երկրներում, երբ նրանք սիրում են տոնական օրերին այ հնդկահավի մսով պատրաստված եւ բոլորի տրամադրությունը բարձրանում է։ Այո, դե տոն է։ Իդեպ, եթե մենք խոսում ենք կենթանական սննդատեսակների մասին, ապա ես միշտ ասում եմ, տեսեք, ես միշտ սիրում եմ բնական։ Ամեն ինչի չէ, մենք միշտ ասում ենք բնականը լավ է, բնականը է այսպես, բնականը է այնպես։ Հիմա եթե մենք վերցնենք նույն օրինակ կաթը, մենք խանութում կարող ենք տեսնել բնական կաթ 3.2 կամ 3.6% յուղայնությամբ եւ մենք տեսնում ենք յուղազրկված 0.5%-անոց կաթ։ Բնական են 3.5-ն է։ 0.5-ը բնական չի, յուղազրկված է։ Բայց մեզ համար օգտակար է այդ յուղազրկվածն է։ Կաթնաշորը, որը դուք հենց նոր վերցրեցիք, օգտագործեցիք, եթե ուշադիր նայեք, յուղազրկվածն էր։ Դե մենք առողջ ենք ապրում։ Մենք առողջ ապրելակերպի համար միանշանակ օգտագործեք յուղազրկվածը։ Կարագին վերադառնամ, ամենամեծ սխալներից մեկը, որ թույլ են տալիս, երբ որ կարագը ամբողջությամբ հանում են։ Մի հանեք կարագը։ Աղցանի մեջ միանշանակ օգտագործեք ձեթ։ Ձիթայող օգտագործեք, լրիվ համաձայն եմ, բայց երբեք ու երբեք հանգարց ձեր սառնարանից չհանեք կարագը, որովհետև կարագը նույնպես ինչպես եւ միսը մեզ օրգանիզմին անհրաժեշտ սննդամթերքներից մեկն է։ Ցանկացած ճաշատեսակ, որը պատրաստում է եւ հնարավոր է այն անել կարագով, ես սիրով նախընտրում եմ այդ տարբերակը։ Անկեղծ ինձ համար այդպես ավելի համեղ է, իսկ ես չեմ ուզում ինձ զրկել այդ համեղությունից։ Աղցանը գրեթե պատրաստ է եւ այն եթե տեսակ այո, շատ հեշտ է պատրաստվում։ Վերջին հարցս թերևս փորձեմ տալ, ձեր համար կա առողջ ապրելակերպի կամ առողջ սննդի 3 օրինակ sense բանաձև։ Ինչ կկարողանայիք ֆիքսել։ Ես կարծում եմ, որ քնելը շատ կարևոր է։ Իդեպ ասեմ, ես շատ քիչ եմ քնում ու վատ, բայց եթե չի լրանում 7 ժամը կամ 8 ժամը կոնկրետ ինձ մոտ, այդ օրս ես համարում եմ ուղղակի կորցրած։ Ես հասկանում եմ, որ թեթևակի, բայց ամեն դեպքում 8 ժամը դա պարտադիր քնի քանակն է։ Բայց պարտադիր քնի քանակն է ու ես կարծում եմ, որ այն առողջության գրավականներից մեկն է։ Այն օրը, երբ ֆիզիկական զբաղվածությունից ավելի մեծ է, քայլելը, թեկուզ ինչ որ ժամանակով քայլել, մի քանի կիլոմետր օրվա մեջ քայլել, միևնույն ժամանակ զգում ես, որ այդ էներգիան գալիս է եւ անփոխարինելին ինձ համար դա իմ տրամադրությունը եւ ընդհանրապես օպտիմիզմը կյանքում։ Ու վստահաբար ձեր պատրաստած աղցանը ես մենակ կուտեմ։ Պատրաստված է սիրով։ Պատրաստված է սիրով, պատրաստված է պոզիտիվ էներգիայով, պատրաստված է դիզայներ Ձիանա Շատվերյանի կողմից, իսկ հիշեցնեմ նաև, որ մեր ցուցադրման հովանավորը Երեմյան ընկերությունը իր բնական առողջ եւ 100% բնական կաթնամթերքով։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը Տատիկի Բաղադրատոմսն է եթերում մեր հյուրը մաշկաբան Ռշտուն Բաբայանն է, ողջույն Բժիշկ Բաբայան։ Ողջույն։ Երիտասարդ մաշկի մասին ենք մենք այսօր խոսելու։ Իրականում որ տարիքից է մաշկը սկսում ծերանալ։ Տեսեք, շատ ինդիվիդուալ հարց է եւ կախված է մի շարք գործոններից։ Գենետիկ ֆակտորը, արտաքին միջավայրի ազդեցությունը, սննդակարգը, ստրեսը, վնասակար սովորությունները, բայց միջինում 30-ից սկսած։ Ընդհանրապես համարվում է, որ մարդու օրգանիզմը մենք ասում ենք 27 տարեկանից հետո սկսում է դանդաղ արդեն ծերացման նշաններ ցույց տալ։ Մաշկի համար ես կարծեմ մի քիչ ավելի ուշ, հա, դուք արդեն հասակ 30 տարեկանին, բայց այնուամենայնիվ անգամ 30 տարեկանում երբ թվում է երիտասարդ, այսպես ամենագեղեցիկ տարիքն է, հանկարծ սկսում են փոփոխություններ, ինչ անենք ու ինչ չանենք։ Նախ պետք է սկսել գրագետ խնամքից մաշկի, դա ամենօրյա արևապաշտպանների, խոնավացնող քսուկների եւ լվացման միջոցների օգտագործումն է։ Հրաժարվում ենք վնասակար սովորություններից, ծխախոտից, օրինակ ալկոհոլը չափավոր ենք օգտագործում։ Բալանսավորված առողջ սննդակարգն է այստեղ կարևոր, վիտամիններով հարուստ,
մասնավորապես պարզ ածխաջրերի սահմանափակումը, քանի որ շաքարի օգտագործումը արագացնում է ծերացումը։ Բայց ես քաղցրակեր եմ, սիրում եմ, բայց ամեն ինչը չափի մեջ։ Գնացինք առաջ։ Ամենավատ սխալները, որ դուք տեսել եք երբևէ մաշկի երիտասարդացման նպատակով, որ կատարում են մեր համակարգացիները։ Տեսեք, դա ինչ որ առաջին նշան նրա մասին, որ ինչ որ անհայտ բաղադրության քսուկների օգտագործումն է, ոչ հիմնավոր, ոչ ապացուցված, բժշկի խորհուրդներին չհետևելն է։ Քնելը արդյոք ազդում է մաշկի երիտասարդության կամ մաշկի ծերացման վրա։ Այո, առողջ քունը հարթ երիտասարդ մաշկի գաղտնիքներից մեկն է, ունի իր ուրույն տեղը այս խմբում։ Եվ իհարկե, քնի պակասը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը մեր օրգանիզմում, որը եւս կարող է ազդել։ Վերջին խորհուրդը ես ուզում եի խնամքի մասին խոսել, ինչ ներառել։ Տեսեք, ես կնշեմ մի քանի հզոր հակատարիքային միջոցներ, խոսքը ռետինոլի մասին է, վիտամին C շիճուկի, խոնավացնող քսուկների, որոնք ցանկալի է օգտագործել առօրյա խնամքում, որպեսզի երիտասարդացնենք մաշկը եւ ինչ-որ ձև դանդաղեցնենք մեր մաշկի ծերացումը։ Իդեպ դեռահասները շատ հաճախ որոշում են նմանվել մամային կամ ավագ քրոջը եւ որոշում են, որ իրենք էլ պետք է կոսմետիկ միջոցներ շպար օգտագործեն ու հետո զարմանում են, որ մաշկը սկսեց փչանալ։ Կա այդպիսի բան։ Տեսեք, այո, ես հասունացման շրջանում, երբ որ մաշկը նուրբ վիճակում է, խոցելի վիճակում է, մասնավորապես դեռահասային տարիքում, երբ անձը ունի ակնեի խնդիր, ոմանք սիրում են չբուժել խնդիրը, ուղղակի այն կոծկել ու շպար տեղադրել, որը կտրականապես խորհուրդ չեմ տալիս։ Իհարկե, պետք է խնդիրը նախ բուժել եւ կոսմետիկ միջոցները պետք չի օգտագործել, չգիտեմ, 11-12 տարեկանից սկսած երեխա հասակից։ Ինչի համար։ Բացարձակ անիմաստ է եւ այդ տարիքում իսկապես շատ խոցելի է մաշկը եւ այդ հաստ շերտով երբ օգտագործում ենք, դուք փակում եք, դուք ծակոտիները փակում եք եւ բնականաբար հետո խնդիրները անպայմանորեն լինելու են եւ լինելու են բավականին ակներև, ամեն անգամ երբ հայելու առջև կանգնեք, դուք տեսնելու եք այն, ինչը հաստատ չէիք ուզենա տեսնել։ Մնացեք մեզ հետ։ Մարդկային օրգաններ 3D տպիչով, էպիլեպսիայի նոպաները կանգնեցնող սարք եւ աղիների քաղցկեղի ախտորոշում տան պայմաններում, բժշկական գյուտեր, որոնք գուցե բաց եք թողել։ 13-ամյա Օրան Նուլսոնը էպիլեպսիա ունեցող առաջին մարդն է աշխարհում, որի գլխում տեղադրվել են նոպաները կանխարգելող սարք։ Բացառիկ վիրահատություն արվել է Մեծ Բրիտանիայում 2024-ին։ Տղայի գանգի մեջ տեղադրված հատուկ նեյրոխթանիչ սարքը արձանագրում է մոտալուտ նոպաները եւ կանխարգելում դրանք։ Հեղափոխական սարքի տեղադրումից հետո Օրանի ցերեկային նոպաների քանակն արդեն 5 անգամ կրճատվել է։ Ավտոմեքենա, կամուրջ, շենք տպելուց հետո 3D տպիչներն անցել են արդեն մարդու օրգաններին։ 2022-ին գիտնականներն առաջին անգամ մարդուն փոխպատվաստեցին ականջ, որը ստացել էին ընդամենը 10 րոպեում 3D տպիչի շնորհիվ։ Ամերիկյան արտադրության բիոտպիչներով կարելի է տպել ցանկացած օրգան։ Տպված ականջը փոխպատվաստվել էր մի մեքսիկուհու, որ նա ականջի բնածին արատ ուներ։ Աղջկա մաշկի տակ տեղադրված ականջը որոշ ժամանակ անց սկսել է ինքնուրույն կրճիկային հյուսվածք արտադրել։ Իդեպ նոր օրգանի հետ մղվելու հավանականությունը քիչ է, քանի որ բժիշկները ականջը տպելիս օգտագործել են հենց բուժառուի մաշկային հյուսվածքները։ Եվ վերջում Փիլքամ անունով փոքրիկ հաբերի մասին, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ախտորոշել աղիքի քաղցկեղը վաղ փուլերում։ Հաբերի վրա ամրացված տեսախցիկը պտտվում է մարդու օրգանիզմով եւ վայրկյանում 2 լուսանկարանում։ Բավական է պարզապես կուլ տալ այս հաբերը եւ 2 սանտիմետրանոց տեսախցիկ հաբը կօգնի տարբերակել նոր երևացող քաղցկեղածին բջիջները։ Նոր մեթոդը սկսել են անվանել կապսուլային էնդոսկոպիա, այն արդեն բարեհաջող կիրառում են Շոտլանդիայի եւ Լոնդոնի մի քանի հիվանդանոցներում։ Դե ինչ հարգելի հեռուստատիտողներ, այսօրվա համար այսքանը, հիշեցնեմ, որ ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը, առողջ, անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքով։ Վերջում ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է, որպեսզի ձեզ յուրաքանչյուրը լինի առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։